Պարոն Պարզաբանակ ինչ է տեղի ունեցել։ Լավ որ Խաղապետը նախ շնորհակալ եմ արագ արձագանքելու համար, լուսաբանելու համար։ Եղել է հետևյալը այն, որ հերթական այս իշխանության թալանը բացահայտելու տեսանյութը նկարելով, հրապարակելով ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ տեսանյութը հրապարակվել ակնհայտ ԿՊԱ-ական կուսակցության ավականու անդամ Երևանի քաղաքապետարանի իր ընկերությունն այդ աշխատանքները իրականացրել, տենդերը, որի արժեքը ԿՊԱ-ական քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի ընկերություն։ Ավականու տեխնացու եղել, այսինքն ընտրությունների ժամանակ Լիլիան Արմ ընկերության տերը եղել է ԿՊԱ-ական ցուցակում, այսինքն ԿՊԱ-ի ցուցակում է եղել։ Սեփական թիմակցին բյուջեի հաշվին այո, դեռ հարց է սեփական թիմակցին, թե իրենք իրանց, այսինքն իրանց սիրած ֆիքսի դե իրանց ջեբի սեփական ինչ-որ մեկին։ Որի արժեքը պայմանագրի կազմում է շուրջ 300 միլիոն դրամ, որը պիտի մանկապարտեզը շահագործման հանձնվեր արդեն իսկ շուտվանից, սակայն շահագործման չեն հանձնել եւ քանդվում է շատ վատ որակյալ։ Դեռ չավարտված, չեն կարողացել կառուցել եւ շահագործման չի հանձնվել։ Այնինչ արդեն ժամկետով, արդեն շուտվանից պետք է շահագործման հանձնել։ Եվ ես պարոն Մանուկյանի հետ այդ տեսանյութը նկարել ենք, հրապարակել ենք, որից հետո վարչական շրջանի ոչ բարոք խաղապետը ինձ զանգում է իմ հեռախոսին եւ անձնական հեռախոսին, ու սկսում է սպառնալ ինձ։ Սպառնալ օրինակ ինչ ոչ կորել ինչ է ասել, ինչ որ հայհոյանքներ, հնչեցեք։ Սպառնալիք, հենց դա սպառնալիք եւ հայհոյանքներ։ Երկուսը սպառնալիքով երևի։ Երկուսը իրար հետ։ Օրինակ ինչ է ասել, որ սպառնացել է։ Չգիտեմ, եթերային չի էլի, էդի երևի ես էդի իմաստը էդի արտահայտեմ։ Անջատը մեր ականջին ասել։ Հա, որ եթե կարելի է այն տուն դնենք, տույա, հիմա ես էլ արձագանքել եմ, համենայն դեպս դուք եք տուերով արձագանքել։ Ես էլ եմ տույերով իրան արձագանքել, որից հետո ասեցի տղայականով էլի, որպես իրան ինքը դերելա ճակերտավոր լավ տղուտեղ, ասեցի տեղ ժամ կասես, կգաս, խոսանք։ Զանգերից չի պատասխանում ու թռավ, կապի չհելավ, փախած այլը։ Հիմա ես իրան հստակ ասել եմ, եթե կապի չնես, հարցը տղայականով դու չլուծենք իրար հետ, քաղաքական լրագրողականով։ Այո, ոնց որ ինչպես որ իրանք եկան իշխանության, այդ